Համաձայն եք ՔՊ-ի հետ, որ ընտրելով իրենց դուք տեր եք կանգնում խաղաղությանը։ Ոչ։ Ինչու՞։ Իրենք ասում են իրենք են խաղաղություն բերել։ Ոչ, իրանք խաղաղություն չեն բերելու։ Իրանք եթե մնան, ավելի շատ զիջումներ կլինի։ Ես մի բան ասեմ, հայրս ասում էր, եթե ուզում ես մարդուն իմանաս, առաջի անգամ մոտեցի մի հատ թեթև ուսին խփի։ Եթե ինքը պատասխան չի տալի, երկրորդ անգամ երկու հատ խփի։ Եթե էլի չի պատասխան տալի, երրորդ անգամ կներեք արտահայտության համար։ Քացով դուր, թող գնա, հաղնի։ Նույնը այդքան զիջումներ անում ենք, իրանք էլի ասում են, այդքան զիջումներ արեցին, էլի ասում են, պետք է Զապադ կներեք, իմ կրթությունը ռուսերեն է, Զապադնի Ադրբեջան պետք է ստեղծենք, պետք է իրանք վերադառնան այստեղ, բայց չեն ասում, որ այդքան մարդիկ եղել են 100,000-ից ավել։ Մի բան էլ ասեմ, որ Արցախի ժողովուրդը, այդ միակ ժողովուրդն է, որ իր հողի վրա եղել է։ Իրանք այդտեղ ապրել են, իրանց գերեզմանները, բաները, այդտեղ գեղեցիները, ու դրա համար մենք եթե որ այդ բանով գնանք, իրանց ասածներով, ԿՊ-ականների ավելի շատ իրանք էլի հողեր կուզեն, անկլավները կուզեն, բայց տեսնում եք, որ Ռուսաստանը անկլավ ունի Կալինինգրադում, ինքը իր հողը պահում է, մենք ոչ արտվաշեն ենք վերադարձրել, ոչ է բան։ Ու կներեք, ես ձեզ ասեմ, ես ավարտել եմ Ռուսաստանում, ընդամենը 2 հոգի են եղել, կապ ինստիտուտն եմ եղել, որ ավարտել են ես եմ եղել եւ եղբայրս։ Ու իմ այդ զինվորական բանը եղել է, մեր զինվորական ինստիտուտը եղել, կապ ինստիտուտը, մեր ռեկտորը գեներալ լեյտենանտը։ Մի քիչ այդ բանից հասկանում եմ, որ ինչքան շատ զիջում ես, այնքան ավելի շատ պահանջում են։ Դրա համար մեր բանակը պետք է հզոր լինի, ոչ մեկի վրա հույս չդնենք, որովհետեւ մենք ինչքան տենում ենք, այն Իսրայել օրի ժամանակ գնացել են, հույսը դրել են Եվրոպայի վրա, բան ոչ մեկը չի օգնել։ Ոնց որ մենք պետք է ռուսներից մի քիչ քննադատում ենք շատ, բայց օրինակ պետք է վերցնենք։ Իրանք ասում են մեր սայուսնիկները, մեր զորքն է, մեկ է մեր ֆլոտը։ Նույնը մենք պետք է հզորացնենք մեր բանակը, որպեսզի ժողովրդի հետ, Հայաստանի հետ նստեն խոսեն։ Ուժերի հետ նստում են սեղան, բայց եթե դու թույլ ես, քեզ ամեն ինչ պարտադրում են, նսեմացնում են, ոնց եք տեսնում դուք, որ ժողովուրդը հիմա գլուխը խոնարհած, բան մենք առաջ հաղթող էինք 30 տարի, բայց հիմա ցավոք տեսնում եք բոլորը ժողովուրդը ոչ մեկի դեմքին որ շուրջ գաք տեսնեք, ոչ մեկի դեմքին ոչ ժպիտ կա, ոչ բան, այն առաջվանը չկա։ Դրա համար պետք է մենք առաջի հերթին ես մասնագիտությամբ էլ ինժեներ տնտեսագետ եմ։ Ես չեմ հասկանում ես ոնց են սրանք փողը պահում դրամը, որտեղ Ռուսաստանում բանը նավթը թանկանում է, բանանում է, բայց իրանք բանը ռուսականը ավելի են հիջացնում, բանանում, փոխանակ ավելի թանկացնել, ոչ մեր մոտ արտադրություն կա, ոչ մի բան չկա։ Դրա համար պետք է հզորացնել մեր գործարանները, ժողովուրդը որպեսզի ասում են 10,000 դրամով թոշակներ են ավելացնում, բան են անում, բայց եթե մտնեք խանութները ավոր թանկություններ են։ Դրա համար պետք է նենց անեն, իրանք փոխանակ տրանսպորտով այդ ուրախ ավտոբուս իրանց կոչյալով, փոխանակ զբոսներ նստեն ու մտածեն, որպեսզի նենց անեն, որպեսզի մի քիչ ժողովրդի հոգսերը բանանեն։ Ու կներեք մի դրվագ է պատմեմ, ասում մի թագավոր, ուրեմն ասում է, որ ոնց անեն, որ ժողովուրդը լավ ապրի։ Իրանց հարկերն է քչացնում, շատ բաներ հեշտացնում է, ժողովուրդը միշտ դժգոհ է։ Իր խորհրդականներից մեկը թագավորի ասում է դու ամեն ընտանիքից մի հոգի սպանի, մի ընտանիքում երեխա, մի ընտանիքում կնոջ, մի ընտանիքում բանը հորը, ու այդ մարդիկ ատելով քեզ դարերով քիշեն։ Հիմա այսքան ինքը զոհ տվեց բան, այդքան մարդիկ իրանից դժգոհ են, ու միշտ ինքը կմնա մարդկանց հիշատակում որպես վատ մարդ։ Ես ցանկանում եմ, որպեսզի ինքը կարողանա իր կառավարության հետ։ Ես գիտեք ոնց
ուզում եմ ով ուզում է Փաշինյանը լինի, Սերժ Սարգսյանը, Քոչարյանը, պրոստը որ ժողովրդի վիճակը լավ լինի։ Բայց ցավոք տենում է, որ իրանք մեզ տանում են անդունդ։